1918 թվականին Ստամբուլի ռազմադաշտային դատարանների սահմանած պատիժը հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչների նկատմամբ այդպես էլ գործիչ դրվեց։ Պատճառը մեծ տերությունների քաղաքական երեսպաշտությունն էր եւ Մուստաֆա Քեմալի հայատյաց դիրքորոշումը։ Արդարություն թախանձող, բայց ձեռնունայն մնացած հայությանը քաղաքագիր աշխարհը չթողեց այլ ելք, քան դիմել այրուն ռուշ դիցուհու հովանավորությանը։ 1919 թվականի աշնանը Երևանում ընթացող դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։ Ծրագիրը հին հույների վրիժառության աստվածողու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Նեմեսիս ծրագրով ոչնչացման ենթակա անձանց ցանկի առաջին եռյակում տեղ գտավ Ջեմալ Փաշայի անունը։ Ահմեդ Ջեմալ ծնվել է 1872 թվականին Ստամբուլում։ Եղել է Օսմանյան բանակի կադրային սպա։ 1908 թվականի հեղաշրջումից հետո հարել է իդիհատականների շարքերին եւ կարճ ժամանակում դարձել երիտթուրքական պետության ամենաազդեցիկ գործիչներից մեկը։ Եղել է Ադանայի, Բաղդադի, ապա 1913 թվականին Ստամբուլի գեներալ նահանգապետ։ 1914 թվականին նշանակվել է Թուրքիայի ծովային նախարար, ինչպես նաեւ ստանձնել Սիրիայի, Պաղեստինի եւ Արաբիայի զորքերի գլխավոր հրամանատարությունը։ Թալիաթի եւ Էնվերի հետ կիսել է գերագույն իշխանությունը երկրում եւ հանդիսացել փաստացի եռապետության անդամ։ Ամենաերանդուն մասնակցություններ ունեցել հայոց մեծ եղեռնի կազմակերպման գործում ու անձամբ վերահսկել սիրիական անապատում ընթացող հայության նախճիրի ընթացքը։ Հավաքագրել է կոտորածից եւ սովից փրկված հազարավոր հայ երեխաների եւ հատուկ որբանոցներում բռնի իսլամացրել ու թրքացրել նրանց։ Ցուցաբերած դաժանությունների համար թուրքերի կողմից արժանացել է իսլամի առյուծ անվանը, իսկ հայերի ու արաբների կողմից խարանվել արյունոտ մսագործ բնորոշմամբ։ Նեմեսիս ծրագրով Ահմեդ Ջեմալի ոչնչացման օպերացիան վստահվեց հայ հեղափոխական դաշնակցության Վրաստանի մարմնի անդամ Արտաշես Գևորգյանին եւ նրա խոտորջուրցի երկու համերկրացիներ Պետրոս Տեր-Պողոսյանին եւ Ստեփան Ծաղիկյանին։ Արտաշես Գալուստի Գևորգյան ծնվել է 1894 թվականին Էրզրումի վիլայեթի Խոտորջուր գավառի միջին Թաղ գյուղում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն կիսատ թողնելով կրթությունը 13 տարեկանում Խոտորջուրում մնացած ընտանիքը կերակրելու նպատակով բռնել է պանտղտության ճանապարհը։ 1913 թվականին կամավորագրվել է Անդրանիկ Օզանյանի գնդին եւ նրա կազմում մասնակցել ռուս-թուրքական պատերազմին։ Արտաշես Գևորգյանը Փաշային ոչնչացնելու հանձնարարությունը ընկալել է որպես ճակատագրի նվեր իրեն։ Քանի որ հենց Ահմեդ Ջեմալն է անձամբ կազմակերպել ու ղեկավարել հազարավոր խոտորջուրցիների կոտորածը Դերզորում։ Ջեմալ Փաշային հայտնաբերելու եւ չեզոքացնելու գործը մեծ լարում է պահանջել Նեմեսիս ծրագրի անդամներից, քանի որ Թուրքիայի եռապետության նախկին անդամը գտնվել է բոլշևիկյան Ռուսաստանի Չեկայի հատուկ պաշտպանության ներքո։ Ստամբուլի ռազմադաշտային դատարանի կողմից նա դատապարտված է եղել մահվան կախաղանի միջոցով, սակայն փախել է Գերմանիա, հետո Շվեյցարիա, ապա հայերի վրեժից խուսափելու համար ճողոպրել Ռուսաստան ու հետո Աֆղանստան։ Բոլշևիկյան կառավարությունը մեծ հույսեր է կապել Ջեմալի հետ, նրա միջոցով ամրապնդելով իր շփումները Անկարայում ձևավորված թուրքական նոր կառավարության հետ։ Հենց Լենինի թուրքական հանձնարարությունը կատարելիս է Ահմեդ Ջեմալը վերջապես հայտնվել Նեմեսիսի տեսադաշտում։ Մոսկվայից Անկարա ուղևորվելու ճանապարհին երիտթուրքերի պարագլուխը մի քանի օրով կանգ է առել Թիֆլիսում, ինչը եւ նրա ճակատագրական սխալն է դարձել։ Ջեմալի Թիֆլիսյան տեղաշարժերի հետախուզումն են իրականացրել Նեմեսիս ծրագրի անդամներ Կորյուն Ղազարյանն ու Տիգրան Ավետիսյանը, ինչից հետո Դահիճի ոչնչացման բուն գործողությանը անցան արդեն Արտաշես Գևորգյանը, Ստեփան Ծաղիկյանը եւ Պետրոս Տեր-Պողոսյանը։ Խոտորջուրցի վրիժառուների խումբը Ահմեդ Ջեմալի մահվան դատավճիռն իրականացրեց 1922 թվականի հուլիսի 21-ի ցերեկը Թիֆլիսի Պետրոս Մեծի փողոցի վրա բոլշևիկյան Չեկայի շենքի անմիջապես հարևանությամբ։ Արտաշես Գևորգյանը եւ Պետրոս Տեր-Պողոսյանը խաչաձև ու խիտ կրակով գնդակահարեցին Ջեմալին եւ նրա համհարզներ Նուսրետ Բեին ու Սուրսիա Բեին։ Ստեփան Ծաղիկյանը հսկում էր իրավիճակը փողոցում եւ ապահովում վրիժառու հրաձիգների անվտանգությունը, պատրաստ ցանկացած պահի միջամտել գործի անկախատեսելի զարգացման դեպքում։ Հաշված վայրկյանների ընթացքում ամեն ինչ վերջացած էր։ Վրիժառուները կանխավ խիստ հանձնարարություն են ստացել չվարվել Թեհլերյանի եւ Թորլակյանի պես եւ գործն ավարտին հասցնելուն պես անմիջապես լքել սպանության վայրը։ Կազի բոլշևիկյան իշխանությունները դժվար թե կազմակերպեին արդար եւ անկաշառ դատավարություն։
Նեմեսիսի սրբազան ուխտով մահվան արժանացած դահիճների ցանկը լրացրեց Ահմեդ Ջեմալ Փաշայի անունը։